Դատանը լսելով կողմերի դիրքորոշումները որոշում է մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի, շահերի պաշտպանը Ռոման Ահարոնյանի, Մարա Զոհրաբյանի, Երեմ Սարգսյանի, Հաղորդ Աքունցի և Մարինե Ֆարմանյանի կողմից ներկայացված խափան միջոցի փոփոխման մասին միջնորդությունը բավարարել։ Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կանակը փոխել և նրա նկատմամբ որպես այլժանքային խափան միջոցներ համակցված կիրառել տնային կալանքը բնակության հասցեն քաղաքի Նյուրնբերգի փողոց 6, իսկ բժշկական հաստատությունում ստացիոնար բուժում մասնի պայմաններում տվյալ բժշկական հաստատություն և բացակայելու արգելք։ Տնային կալանքի ժամկետի սկիզբը հաշվարկել մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանին փաստացի հաշվառման վերցնելու պահից։ Խափան միջոց տնային կալանքի գործողության ընթացքում արգելել մեղադրյալին շփում ունենալ բնակության վայրում հյուրընկալել հայ անձանց, նրանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ օգտվել հաղորդակցության այդ ձևերից։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մեղադրյալի մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի։ Անհրաժեշտության դեպքում մեղադրյալի առողջական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնել բժշկական անձնակազմին, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու կամ վերահսկողություն իրականացնող մարմինի հետ կապ հաստատելու դեպքերի վրա, իսկ այդպիսի դեպքում այդ մասին անապահ տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմինին։ Տնային կալանք խափան միջոցի կատարում և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հանրապետության նախարարության պրոբացիայի ծառայությունը։ Պարզաբանում էր նաև, որ որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան այս ստանալու օրվանից հետո 10 օրյա ժամկետով։